Դարձությունն է հուլիսի 1-ի համար, կներեք էլի պետք է միացած լինի կողքս, որովհետև այս քանի օրը մինչև 41 է բարձրանալու, դա մի հատ անհնարին է, իրոք անհնարին է շնչել էստեղ։ Հայաստանում այդ աստիճանը եղել է եւ ես ավելի հանգիստ է եղել, քան էստեղ։ Ահա որ վիճակ է։ Օրը չորեքշաբթի է, չէ, երեքշաբթի է, երեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 1-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարիերայի հետ կապված մի փոքր բարձրացում ունեք, ինքը շատ չի այդպես մեծ ինչ-որ տարբերություն չի, բայց փոփոխությունը կզգաք դուք, նաև հաջողություն ունեք, զարգացում, առաջ խաղացում, հնարավոր է նաև այն մարդը, որ հիվանդանոցում էր, ինքը ունի առաջ խաղացում, դեպի լավն է գնում արդեն, և նաև դուք օրվա ընթացքում կարող եք պարկել հանգստանալ ուղղակի։ Եվ երեկոյան վեճ երկերեսանի մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 1-ին։
Հարգելի ցուլեր, բավական իրադարձություններ ունեք, ուրեմն երկար սպասված voice-ն նամակ կարող եք ստանալ, տեղեկատվություն, նաև փաստաթուղթ, ինչ-որ կարևոր բանի եք սպասում, նաև ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք որևիցե հնարավորություն օրվա ընթացքում, սպասում եք գումարի կամ ինչ-որ մեկին ում հետ գումարի մասին կարող եք խոսել, արժեքի մասին կարող եք խոսել, օրվա ընթացքում ցանկանաք պարկել, հանգստանալ, նաև ինչ-որ կարող հանգստի վերաբերյալ ելք եք փնտրում, հա, որ հանգստանաք ի վերջո ինչ-որ մի բանից, նաև սա ինտիմ հարաբերություններ է, ոմանց համար, բայց հետո ինչ-որ մի բան է, որ ելք եք փնտրելու, չգիտեմ, ուշադիր եղեք նաև, թե ով է ձեր կողակիցը, և այստեղ մտածում եք կամ ինչ-որ բանի մասին եք մտածելու կամ ինչ-որ մեկի մասին կարող եք մտածել, նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում և կարող պարկում եք և ինչ-որ բանի մասին եք մտորում, մտածում, ծանրութեթև անում, ինչ-որ բաներ կան, և այդ օրը նաև ձեր գործերը որոշ չափով առաջ կմղեք, շատ չէ, բայց որոշ չափով այն առաջ կմղեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 1-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը երկար սպասված voice նամակ կստանաք տեղեկատվություն, փաթեթ նաև ինչին որ սպասում եք, նաև հաջողություն ունեք, կարող է հաջողություն ինչ-որ մի հաջողակ բան է գրված մեջը կամ ինչ-որ հաջողություն կբերի այդ փաստաթուղթը ձեզ, ինչ-որ բան, նաև հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, նա կարող է լինել նաև որևիցե մասնագետ իր պրոֆիլի մեջ, ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, սեղանի շուրջ եք նստելու, օրվա ընթացքում ևս ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, ձեզ կգրի, կխոսեք, կշփվեք հետը, voice-ը միտեղ էլ երկար կմնաք, կարող է սեղանի շուրջ դեռևս ամբողջ օրը այնտեղ եք, կամ ինչ-որ միտեղ կարող եք գնալ և երկար մնալ օրվա վերջ, կարող է անգամ նաև մնաք այնտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 1-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի չուշանաք նաև ինչ-որ մի տեղից։ Եվ նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, նաև ոմանք կարող են քնել, ոմանց համար սա նաև ինտիմ հարաբերություններ է, եւ կամ մի փոքր կարող է վատ եք զգում ձեզ, պարկում եք, որովհետև նաև հիվանդանոց կա, կամ գնում եք այնտեղ եք մնում գիշերը խնամում իրեն։ Նաև կարող գնում եք որևիցե միտեղ ինչ-որ պրոցեդուրա ընդունելու, եւ պարկում եք, կամ այնտեղ սիստեմային միացնում, կամ ուղղակի ինչ-որ մի պրոցեդուրա է, որի դեպքում կարող պարկում եք։ Ոմանք էլ հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 1-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ, կամ շատ աշխատանք ունենաք, գնաք աշխատանքի վայրում երկար մնաք։ Նաև այդ օրը ոմանք կարող են աշխատանքի ընդունվել, ոմանք նաև հարցազրույցի գնան, պետական հիմնարկության աշխատողի հետ հանդիպեք, որտեղ այդտեղ պետական հիմնարկություն կա, կամ ուսման կենտրոն է դա, կամ բժշկական կենտրոն է, գնում եք հանդիպում ինչ-որ մեկի հետ։ Դե ովքեր որ աշխատանք են փնտրում, գնացեք, որովհետև հավանականությունը շատ մեծ է, որ կարող եք ընդունվել։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հնարավոր է աշխատանքի վայրում է ինչ-որ մի բան տեղի ունենում, որը որ ձեզ բավականին շատ ուրախացնում է։ Դե պետական հիմնարկության հետ կապված հարցեր եւ սպասում եք ինչ-որ մեկին կարող եք սպասել, կամ ինչ-որ բանի կարող եք սպասել օրվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար եւ դրա համար ինչ-որ միտեղ երկար եք մնում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 1-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք պատրաստվում են հարսանիքի, ոմանց տանն է անգամ այդ հարսանեկան արարողությունը։ Նաև կարող է գործնական, որովհետեւ խոսակցություն է կամ ինչ-որ մեկը գայս է ձեր տուն եւ ինչ-որ բաներով եք պայմանավորվում, կամ տուն եք վերցնում, տուն եք տալիս։ Ամենայն դեպս ոմանց համար սա ամուսնություն է, նոր կյանք, ընտանիքում որից է կարևոր պահ, ոմանց համար սա ինչ-որ գործարք եւ հավանական է տան հետ է կապված։ Հաջողություն ունեք այդ օրը, դռները բաց են ձեր առջև, նոր սեր, նոր հնարավորություն ունեք, նոր հանդիպում, նաեւ սիրային խոսակցություններ, առաջարկ, սիրո թեմայով, կարող է սեր խոստովանել, դուք սեր խոստովանեք ինչ-որ մարդկանց։ Եվ կգնաք ինչ-որ միտեղ երկար կմնաք երեկոյան ժամին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին հուլիսի 1-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը գումար կստանաք կամ գումարի մասին ինչ-որ մեկի հետ կխոսեք, նաև երկերեսանի մարդիկ կան կամ ինչ-որ մասնագետ է, ով որ երկերեսանիություն է անում, ձեր հանդեպ կամ ինչ-որ կա երկերեսանի պահեր, նաև հեռախոսազանգ, ոմանց համար շատ կարևոր, ոմանց համար անկարևոր, եւ որոշ գործեր այդ օրը առաջ կմղեք, առաջ կտանեք, շատ չէ, բավականին առաջ կտանեք, հնարավոր է առավոտյան է դա տեղ ունենում, հնարավոր է նաև երեկոյան, այն գործերը, որոնք որ մնացել են, կկարողանաք առաջ մղել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 1-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ոմանք ուսման կենտրոն է, ոմանց համար բժշկական կենտրոն, կամ մեկ այլ պետական հիմնարկություն։ Նաև գումարի հետ կապված հարցեր են, կամ գումար եք փոխանցում, կամ գումար եք վերցնելու այնտեղից։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ առիթ եք բաց թողնում, կապված է դա կարծես հիվանդանոցի հետ, հիվանդին միգուցե տեսակցության հետ, որովհետև հետո արտասվում եք կամ հուզվում եք, բաց թողեցիք այդ հնարավորությունը, որ այդ մարդուն տեսնեիք, կամ ինչ-որ մի բան է այստեղ չգիտեմ, հետո հուզվում եք։ Եվ երկար սպասված ոչ է տեղեկատվություն, փաթեթ, նաև փաստաթուղթ կարող եք ստանալ եւ երկերեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ստում այստեղ զբաղվում եք պետական հիմնարկությամբ եւ չեք կարողանում այցելել հիվանդանոց։ Ժամը գնում է։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 1-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը տատանվում եք, ինչ-որ բան է ձեզ տանջում, ծանրութեթև եք, ամուշը ծանրութեթև, այլ տատանվում եք ավելի շատ։ Երկու քարի արանքի եք, ինչ-որ մի բան է այստեղ ավելի շատ, քան ծանրութեթև անելը։ Նաև, ոնց որ ընտրության առջև, այստեղ ավելի շատ։ Նաև գումարի մասին կամ կխոսեք, կամ գումար կստանաք, կամ գումար կծախսեք այդ օրը, ոչ է տղայի կհանդիպեք, ում տեսնելուց շատ կուրախանաք, հնարավոր է նաև նոր սեր, կամ այդ տղան ձեզ սեր խոստովանի, կամ դուք սեր խոստովանեք, կամ սիրահարվեք, կամ նա սիրահարվի ձեզ, մի խոսքով, ինչ-որ սիրային պահեր են, կամ ձեր երկրորդ կեսն եք աղա տուն է գալիս։ Եվ ինչ-որ մեկ հետ կվիճեք, ուշադիր եղեք, որ իր հետ չվիճեք։ Նաև ինչ-որ հարցից ելք եք փնտրում եւ դրա համար եք տատանվում այդ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այճեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այճեղ ջուրներին հուլիսի 1-ին։
Հարգելի այցեղջուրներ, այդ օրը օծեր կան, ձեր շրջապատում օծություն կարող են անել, այստեղ զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք եւ միանգամից կարծես թե օծերը առաջ են գալիս, հա, օծերը սկսում են։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, տատանվում եք, ինչ-որ հարցի շուրջ հնարավոր է այստեղ գումար եւ տուն կարող դրա հետ եք տատանվում, կարող տան արժեքի հետ եք տատանվում կամ վճար կամ տան մեջ ինչ-որ բաներ եք ուզում գնեք դրա համար եք տատանվում արժեքի մեջ։ Այնտեղ ինչ-որ բաներ են, որ տան հետ է կապված եւ կամ կարող է նաեւ տանը առիթ է եւ մտածում եք ինչքան ծախսեք, ինչեր գնեք, որ շատ ծախս չանեք, նման ինչ-որ մի բան է եւ ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի։ Նաեւ հույսով լցված եք ինչ-որ մի հարցի համար, կամ հույսներ դել եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 1-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հիվանդանոցում ինչ-որ մարդիկ ունեք, իր վիճակը կլավանա, կբայլավի, եթե հատկապես հիվանդանոցում եք աշխատում, ձեր կարիերայում փոփոխություններ տեղի կունենան, համենայն դեպս այսպես թե այնպես կարիերայում փոփոխություն կունենան, բայց նաև հնարավոր է հիվանդի կարգավիճակը փոխվի, լավանա, եւ կարող նշեք, տուն բերեք հիվանդին։ Նաև տան հետ կապված ոչ իրադարձություններ են, որոնք որ այդ օրը կանեք, կնշեք, կարող է տուն եք գնել, նշում եք կամ տանը առիթ ունեք, դա եք նշում։ Եվ իհարկե այստեղ ոչ է մասնագետ կա, ինչ որ սուտ բաներ կարող է փչել, որից հետո կանգնել ձեզ մոտ ինչ որ գործողություն եւ չկարողանաք անել։ Եթե ինչ որ բաներ պետք է ստորագրեք այդ օրը, ինչ որ բան ամենայն դեպս ուշադիր եղեք, որովհետեւ հետո փակվում է ձեզ մոտ ամեն ինչ։ Կարող է նաև ձեր զույգի հետ է կապված, կարող է նաև ոմանց մոտ բաժանման հետ է կապված, ինչ որ մի բան է այստեղ, որ փաստաթուղթը կստորագրեք եւ հետո ինչ որ մի բանի առաջ կկանգնեք։ Փակվում է որոշ հնարավորություններ։ Եվ ինչ որ չափով կապված է գործարքի հետ, ինչ որ չափով է կապված է նաև ընտանիքի անդամների հետ կամ զույգի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 1-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը չգիտեմ ինչու ինչ-որ խառը օր է, առավոտյան հուզված եք կամ արտասվում եք, նաև զույգի հետ կարող եք վիճել, կարող հենց այդ հուզվածությունն է պատճառը, որ սկսում եք վիճել ձեր զույգի հետ։ Նաև սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, երկար հենց կարող է ինչել, որ սպասում եք գալիս է, կամ նամակ է, կամ փաստաթուղթ է, կամ փաթեթ է նաև, ինչին որ սպասում եք, մի խոսքով այն գալիս է։ Օրվա վերջ հնարավորություն եք բաց թողնում, կամ հիվանդանոց այցելելու համար, կամ հիվանդի մոտ այցելելու համար, կամ գնալ բժշկի, կարող իրեն հարմար է, ձեզ այդ պահին հարմար չի եւ կորցնում եք այդ հնարավորությունը։ Եվ հետո կսկսեք տատանվել, հետո կսկսեք ծանրութեթև անել, թե ինչպես եղավ, ինչու չհասցրեցի եւ այլն, նման ինչ որ պահեր կարող լինել։ Այսքանը ձեզ համար։ Ինչ որ բաներ չկա։ Ինչ որ պահեր են, որոնք որ ձեր ձեռքից բաց եք թողնում, ինձ թվում է առավոտվա այդ հուզմունքից է կամ այդ հուզված վիճակից է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։